Ընդհանրապես աշխարհն այնպես է արարված, որ բնության մեջ չկա որևէ կենդանի արարած, բույս, ծառ, նույնիսկ ջուրը, որ չունենա ինքնապաշտպանական, ինքնամաքրման բնազդներ։ Փոքրիկ թռչունը անգամ, վագրը անգամ, որոնք իրարից ահավոր տարբեր չափերի են, տիրապետում են ինքնապաշտպանության Աստծո շնորհին։ Ու եթե կենդանին կոդով է ծնված եւ նա ի սկզբանե ամեն ինչ գիտի իր մասին, ցավոք սրտի մարդուն պետք է այդ ամեն ինչը սովորեցնել։ Դրանք գիտելիքներ են, դրանք հմտություններ են, դրանք պատրաստվածություն է ցավոք սրտի մեկ երևույթի՝ պատերազմի։ Ավետյաց երկրում ենք ապրում եւ աշխարհի բոլոր մարտահրավերները ավաղ անցնում են հենց մեր երկրի միջով։ Այդտենց երկրում ենք ապրում։ Ուրեմն պիտի պահենք մեր երկիրը անկախ մեր մասնագիտությունի, պիտի պատրաստ լինենք։ Ես չեմ հասկանում այն մարդուն, ով որ չի սիրում ուժեղ լինել։ Իսկ ուժեղ կարաս լինես, երբ որ պատրաստված ես։ Մենք պիտի միշտ պատրաստ լինենք եւ անխոցելի, իսկ ոման սովորեցնում է այդ արհեստը լինել անխոցելի, նա հենց դրա համար էլ կոչվում է ոմա։ Նա մեզ տիրապետել է տալիս, սովորեցնում է ողջ մնալու արվեստին։ Ռուբեն Կարապետյանի մի խոսք ունի, որ ինձ շատ դուր է գալիս, նա ասում է աղավնին է խաղաղության խորհրդանիշը, սակայն խաղաղություն բերում են արծիվները։ Այ ոման այդ արծիվների կածանն է։ Ականներից սկսած մենք ունեցել ենք խնդիր, որ մեր ընկերները, մեր եղբայրները զոհվել են ամոթալի պատճառներով, որոնցից 20-րդ, 21-րդ դարում մահանալ ուղղակի չի կարելի։ Փորձում եմ ռազմահայրենասիրական կառույց ստեղծել, որտեղ որ երիտասարդությանը սովորացնում ես որոշ գիտելիքներ ես տալի եւ ունակություններ, որոնք կփրկեն իրանց տարբեր տեխնագեն կատաստրոֆաների ժամանակ, էքստրեմալ սպորտաձևերով կամ տուրիզմով զբաղվելուց ինչ-որ փորձանքի հանդիպելու ժամանակ, ինչը չէ նաև պատերազմի ժամանակ։ Փնտրում էի գաղափարակից ընկերներ, պարզապես ոման մի հնարավորություն էր, որ ուղղակի հայտնվեց այդ ժամանակ եւ հենց առաջին իսկ ուսանողներից մեկը, կուրսանտներից մեկը ոմային եղել եմ ես։ Դա կարծես թե այն բացներ, այն պակասներ, որտեղ ես ուզում էի սովորել, ուզում էի լրացնել իմ գիտելիքները, թե ինքնապաշտպանության բնագավառում, թե հայրենիքի պաշտպանության ոլորտում եւ ոման տվեց այդ հնարավորությունը։ Մասնագիտությունով ես կարամ ռուսերեն ասեմ, օպերատոր по добыче нефти и газа։ Իրականում շնորհակալ եմ ոմային, որ ինքը ստեղծեց այդ հնարավորությունը, որ մենք կարողանանք հայերով միավորվենք ինչ-որ գաղափարի շուրջ, չէ, կարող է Ավստրալիայից ու Լոս Անջելեսից հայը լինի Ուրցալանջից կամ Հերհերից հայի կողքին։ Բարձրագույն կրթությամբ զարմանալի տղաներ են, ինժեներներ, ասում են կոմպյուտերշիկներ, չգիտեմ, այսպես են անում, չէ, դիպուկահարներ կան, հետախույզներ կան, բարձր ինտելեկտուալ մակարդակի, կան հազիվ դպրոց ավարտած տղաներ, կան աղջիկներ, կռվող կամավորներ, որոնց առաջ չես կարող ուղղակի չխոնարհվել։ Ծառայել եմ սպեցնազում ու ոմայում տալիս ենք այն գիտելիքները, որը սպեցնազը մշակել է թերի զարգացած ժողովուրդների համար, որտեղ սպեցնազը հայտնվում է հակառակորդի տարածքում,
խորը թիկունքում եւ չի կարող հետ գա եւ պետք է կարողանա շատ կարճ ժամանակում տեղի տուզեմեցից, աբորիգենից, չգիտեմ, բուշմենից կամ Ինդոնեզիայի Բորնեո կղզի վայրենիներից շատ արագ զինվորական գործին ծանոթ ունակ մարդ սովորացնել։ Մեր պատկերացումներով պիտի լինեն միայն այնպես առնական տղամարդիկ եւ վազող գեղեցկուի աղջիկներ, ինչպես կինոներում են լինում, չէ՞։ Գալիս են երբեմն մարդիկ վազում էին տղաներ, աղջիկներ, որոնք այդպես ֆիզիկական մեծ կարողություններ չունեին, դժվար էին վազում, պիտի սովորեին դեռ, մեկը մի քիչ կալորիկ է, շունչը կտրվում է, դա որ չի, բայց իրենք սովորում էին իրար օգնել, իրար թեւութիկում կանգնել, իրենք սկսում էին իրար այդպես սիրել, եւ ես տեսնում եմ 3-4-5 օր հետո իրենք սկսում են չամաչել, իրենք սկսում են կոմպլեքսազերծ լինել։ Կոմպլեքսներն էին դուրս գալիս, այնպեսի հարազատ մի մթնոլորտ էր, բայց ամենակարևորը սովորում էին ինչ պետք է անել։ Բուժօգնություն կլինի, ալպինիզմ կլինի, կրակել կլինի, վազել կլինի։ Վստահ եմ, որ շատ-շատերի մոտ կարծրատիպ կա, որ մարդիկ ովքեր գնում են պարապմունքներին կամ առհասարակ մարդիկ ովքեր իրենց նվիրում են դրան, շատ ազատ ժամանակ ունեն կամ մարդիկ չեն մտածում ուրիշ բաների մասին, չեն ապրում իրենց առանձին կյանքը, չունեն իրենց մասնագիտությունը, չունեն իրենց զբաղվածությունը։ Բայց ես ոմային պես շատ սիրուն ապրող մարդկանց, ովքեր եկել են ու կպել են ոմային, ովքեր էլի ունեն իրենց կյանքը, ովքեր էլի ունեն իրենց մասնագիտությունը, իրենց ծանր գրաֆիկը, երեխեք, կին, ընտանիք, ամուսին։ Ժողովրդի ռազմական պատրաստությունը, մասսայական զինվորական պատրաստությունը բերեց Վանի ինքնապաշտպանությանը եւ Վանի չկոտորվելուն, որտեղ չեմ հիշում Թերլեմեզյանը թե Բաշինջաղյանը պուշկայից է կրակում, չլինելով պուշկար, ես դրա կողմնակիցն եմ, մասսայական զինվորական պատրաստություն եւ ոման համատարած մասսայական ռազմական պատրաստության մասին։ Վերջին Արցախյան պատերազմը դա ապացուցեց, որ մարդիկ, որոնք որ ոմայի թոբով անցել են, շատ ավելի պատրաստված են եղել այն ամենին, ինչ տեղի ունեցավ մեր երկրի եւ նրանց հետ։ Մարտի դաշտը դա այնպես չի, որ դու պետք է այնտեղ գնաս ու միայն պետք է գնաս կռվես այնտեղ, չէ՞, դու այնտեղ պետք է պատրաստ լինես առաջին բուժօգնության համար, իմանաս ինչ ձև թաքնվես, իմանաս ոնց գնաս, իմանաս ոնց մոտենաս, իմանաս ձայները տարբերես, խրամատը այդ կացրանից տարբերես, ավտոմատը պուշկայից տարբերես, լիքը բաներ կա, որ այդ կրթությունը չեմ ստացել, հիմա փորձում եմ այդ ծառավը իմ մեջ լրացնել։ Թվականի պատերազմից հետո, երբ որ հասկացա, որ պատերազմի կրկնվելու ռիսկը հավանականությունը մեծ է, ընկերներից լսեցի ու որոշեցի մինչև բանակ զորակոչվելը 21 թվականից առաջ միանամ ոմային, ստանամ նախնական պատրաստվածություն ու նոր զորակոչվեմ բանակ։ Ու դրանից հետո սիրահարվեցի ոմային ու ազգբանակ երկիրամրոց գաղափարին։ Որպես բիզնես պրոցեսների վերլուծաբան նախաձեռնում ենք ու ղեկավարում ենք գործընթացների, ցանկացած բիզնես գործընթացների օպտիմիզացիա, կատարելագործում ու ավտոմատացում։ Մենք ամենօրյա վտանգի տակ ենք գտնվում ու մենք պետք է միշտ պատրաստ լինենք ցանկացած ժամի մեր առօրյա գործունեության շապիկը ճղենք եւ տակից ռազմական հագուստ կրենք ու պատրաստ լինենք մեր հայրենի գյուղը, հողը պաշտպանելու։ Ցանկացած շաբաթ-կիրակի անցնում են այստեղ, այս անտառներում, այս ձորերում, պարապմունքներ են անում մեր գյուղի ժողովրդի հետ, տղաների, աղջիկների հետ ու պատրաստվում են խաղաղության։ Իմ գյուղում, Աչաջուր գյուղում, անցած տարվանից
Ոմայի մասնաճյուղ բացեցինք, մարզումներ իրականացնում ենք նաև մեր գյուղում, Աչաջուրում։ Այն ջանասիրությամբ, որ հենց տեղացիք Աչաջուրցեք միացել են ոմային ու փորձել են հնարավոր ամեն կերպ օգնել, որ դա իրականություն դառնա ու հետո նաև մասնաճյուղը լինի Աչաջուրի։ Ու ես շատ մեծ հույս ունեմ, որ ես նաև կլինի Վարակիչ ու մյուս համայնքները եւս կմիանան ու կգիտակցեն այդ կարեւորությունը ու կհասկանան, որ դա հենց իրենց համար է արվում։ Մենք ունենք նաև բաժանմունքներ, որոնք որ ոմա անունը չեն կրում շրջաններում եւ մայրաքաղաքում, որոնց մենք մարզել ենք, բայց իրանք ասում են կլինի ոմա անունը չկրենք, ոչ մի խնդրեմ չունենք եւ իրենք օգտվում են մեր մեթոդաբանությունից, ոման մշտապես իրենց աջակցում է մնացած ուրիշ հարցերում, ունենք բաժանմունքներ շրջաններում, մարզերում, որոնք կրում են ոմա անունը, իսկ կան բաժանմունքներ, որոնք որ ուրիշ կազմակերպություններ էին, որոնք նման ֆունկցիաներ եւ պարտականություններ էին վերցրել իրենց վրա եւ հարցրեցին կարանք մենք նաեւ կոչվենք ոմա։ Կառույցներից մեկը օրինակ կոչվում է Տամպա ոմա։ Շատ կարևոր է մասնաճյուղերը հենց տարածքային պաշտպանության համակարգի համար, որտեղ պատրաստի ուսումնական կետեր են։ Մենք կարանք դրանով օգնենք մեր պետությանը, մեր բանակին։ Ու այսօր դրությամբ մենք 13 հատ մասնաճյուղ ունենք։ Շատ ուժեղ, շատ կարևոր ցուցանիշ է մեր աշխատանքների համար ունենալ այդքան մասնաճյուղ։ Իմ հայրը եկավ ոմայի 10-օրյայի առաջին անգամ, տեսա որ լավ բան է, ինձ էլ ասեց որ ես գամ ընդունվեմ, ոմայում սկսեցի զենք շատ սիրելը, զենքի հետ վարվելը եւ սովորում ենք արտակարգ իրավիճակներում անել այն ինչ հարկավոր է, խոճապի չմատնվել առաջնային։ Շատ կարևոր է որ մարդը խոճապի չմատնվի, նա պիտի հասկանա այս ժամանակահատվածում ինչ պիտի անել։ Եվ ես այս ժամանակահատվածում շատ ինձ հանգիստ եմ զգում, որովհետև ես ունեմ ոման։ Ես ունեմ հրամանատար, ես ունեմ մարտական ընկերներ եւ ես իմ բոլոր կարողությունները իսպասեմ դրել նրանց առջև։ Ինչ հնարավոր է ես կանեմ։ Եվ ես կատարում եմ այդ ժամանակ հրահանգներ, արտական հրահանգներ։ Արտական հրահանգները իհարկե ստանում եմ ինչ չափով, որ ինձ հասնում է, չափով որ կարող եմ անել։ Իրականում, եթե ճանաչում ես անձնակազմիդ, հեշտ է այդ որոշումը կայացնելը։ Այսինքն գիտես իր հոգեվիճակը, կարողությունները թե ֆիզիկական, բարեհոգեբանական վիճակին է շատ լավ տեղյակ ու շատ հեշտ է այդ որոշումը կայացնում, թե ում ինչ հանձնարարություն տաս, ով կարա դա անի, ով չի կարա։ Ինձ դուր էր գալի, երբ որ տղաներ ունեինք, ովքեր վախեր ունեին ու դրա մասին խոսում էին, դա վախկոտի բան չի։ Այդ մարդիկ օգնում էին իրանց ընկերներին, ովքեր իմանում էին, որ այս իրավիճակում իր վրա հույս դնել օրինակ չի կարելի։ Չգիտեմ, եթե դու կրակել չգիտես, գոնե փամփուշտները լցրու, եթե դու, ասենք, փամփուշտներից վախում ես կամ չգիտես ոնց է, ուրիշ բաները առաջին բուժօգնություն ցույց տուր, ջուր տար, ջուր բեր, ձայները տարբեր։ Երևանում այդ ստրեսը ու հոգեբանական ճնշումները շատ ավելի շատ են պատերազմի ժամանակ, քան առաջնագծում։ Քեզ հասնում են տարբեր կծկտուր ինֆորմացիաներ։ Մի դեպքում, որ հաղթում եք, մի դեպքում, որ, չգիտեմ, պարտվում եք, մի դեպքում, որ ահավոր շատ զոհեր ունեք ու դու այդ ամեն ինչի վրա ներազդել շատ քիչ լծակներ ունես։ Իմ ամուսինը եւ երկու զավակներս ռազմի դաշտում էին։ Ես գտա ինձ ինչ որ գործ անելուն թիկունքում այն կանայք, որոնք կարող էին գալ ու չէին գալի, իրանք շատ ավելի ծանր էին տանում, քան մենք, որ զբաղված էինք անընդհատ։ Զինվորների համար անընդհատ սնունդ ուղարկելով, հագուստ ուղարկելով, դե գիտեք հիմնականում թիկունքում ինչով էին զբաղվում։ Ոմայում ես սովորեցի առաջի օգնություն, որպեսզի պատերազմական գոտում իմանամ, թե ինչպես փրկեմ իմ կամ իմ ընկերոջ կյանքը։ Եթե մարդը պատրաստված է, ինքը կարող է ինքն իրան վիրավորվելու դեպքում առաջին օգնություն ցուցաբերել, իր ընկերոջը կարող է առաջին օգնություն ցուցաբերել, իսկ եթե պատրաստված չի, իր միակ հույսը, որ հաստիքով նախատեսված անձը ֆելշեր կլինի կամ բուժակ կլինի, իրան օգնություն կցուցաբերի, չնայած որ իրանք ուղղակի կարող է մարտի դաշտում իրար չհանդիպեն է։ Էլեմենտարն բան եմ ասում, այդ նույն բուժից ձեռ են կտրում, թունավորվում են,
ինչ որ տանը բաներ ալինում, մենակ վայ-վայ են անում։ Վայ-վայ եւ ինչ որ սխալ քայլեր, որոնք հետո կարող են բերել շատ տհաճ բաների, հենց մեր սիրելի երեխաների։ Բուժից սովորել ենք ժգուտ կապել, տուրնիկետ կապել, եռանկյունաձև վիրա կապել, եթե ինչ-որ մեկի ոտքը կոտրվում է, իմանալ ինչպես անել, որպեսզի նրա երակների բանը չկտրվել։ Ոմայի ուսումնական ծրագրերով անցած մարդիկ սովորաբար ականի քերվածքից մկանային հյուսվածքի մեջ պես չեն զոհվում։ Ցավոք սրտի մեր զոհվածների զգալի մասը զոհվել են այն պատճառներով, որով կարող էին եւ չզոհվել ու ոման հենց այդ խնդիրն է լուծում։ Ցանկացած իրավիճակում թեկուզ իմ աշխատանքային, եթե չգիտեմ, պեղումների ժամանակ պետք է լինում ինչ-որ մեկը աշխատողներից վնասված կա ստանում եւ այլը, այն խոճապային իրավիճակ ամեն դեպքում չկա, որը օգնում է արագ կողմնորոշվել ու արագ հասկանալ ինչ պետք է անել տվյալ պարագայում։ Դեմ արդեմ հանդիպեցի երեխեքին են Սուրմալոյի պայթյունը, որ եղավ։ Այդ ինչ նվիրումով էին աշխատում։ Վրաները հալ չկար երեխեքի։ Իսկ մեկ ժամ արդեն 5-ն է, բայց գործը անդադար, գործը կա։ Ուզում էի բոլորին կրկեի, մեկիկ համբուրեի, շնորհակալություն հայտնեի, որ այնտեղ էին, որ բոլորի կողքին էին, իմ կողքին էին, բոլորս իրար հետ ենք առհասարակ։ Ուղղակի իրենց շատ կազմակերպված էր։ Դեպի մի ֆիլմ կա, հուսարական գունդը մտել է քաղաք, էսի տպավորություն կա։ Ոման որ մտել էր ջերմուկ, գիտեք ինչ տպավորություն էր, որ ասենք երկնային դեսանտ է իջել։ Այդպիսի անուն ունի ոման եւ դա ինձ շատ է դուր գալիս։ Օրինակ, ոմայում կան օրենքներ, խստագույն օրենքներ, որոնք պարտադիր են բոլորի համար, օրինակ, ալկոհոլի չօգտագործում, զսպվածություն, շփման մեջ կուլտուրա։ Եվ բնակչությունը դա տեսնում էր։ Երբ ոման եկավ, այդտեղի բնակչությունը ասում էր, ոման եկավ, հիմա մենք հանգիստ ենք։ Մեծերի հետ մենք ավելի շատ շփվում ենք որպես մոտիկներ, որովհետև նրանք մեզ հետ ջերմ են շփվում, որպեսզի մենք նրանց ավելի շատ հասկանանք։ Ինչքան դժվար, այդքան լավ։ Մարդ կարա մասնագիտությամբ օպերատոր լինի կամ չգիտեմ հացթուղթ լինի, բայց կանա հրանգիչ դառնալ։ Ճիշտ է, ամենալավ հրանգիչները դուրս են գալիս դասատուներից, որտեղ իրենք մարդկանց հետ են աշխատում։ Շփվելու ձև գիտեն, դաս տալու ձև գիտեն։ Հրանգիչները ուր արև չունեն։ Սաղ շաբաթ, նաև շաբաթ Կիրակի առավոտյան են այդ դասերը եթում, իրենք մշտապես դաս են տալի ու ես իրենց ասում եմ կհանգստանաք գերեզմանում։ Դուք քիչ եք, ժողովուրդը մեծ, ում պետք է սովորացնեք մեծականակ։ Ինչ հանգիստ, հանգիստս ո՞րն է։ Մարդը ինչքան ավելի պատրաստված, պարապած լինի, կողքը ինչքան շատ ինքը սովոր լինի, որ պետքա ինչ-որ բան պայթի, տրակի, ինքը պետքա բարձրությունից իջնի, չգիտեմ, ընդ մտնի պանելի տակ ու նման շատ տարբեր բաներ, էքստրեմալ բաներ։ Մարդը այդքան ավելի հոգեպես կայուն է լինում։ Չվախենալ մենակ կարելի է այն ժամանակ, երբ որ դու խաղալու ձևերը գիտես, երբ որ չգիտես, դու պարզապես պետք է վախենաս։ Մենք մեր տեղեքով մեկ-մեկ մեզ թվում էր Call of Duty ենք խաղում այնտեղ տենց։ Մանավանդ որ այն ծիգրներով հարձակվեցին մեր վրա բան։ 16 եւ 20 թվականի ռոլիկները, որ թուրք ասկերները գցում էին,
Դրա ապացույցն է, որ մենք էլի մարդակեր հարևաններ ունենք եւ իրանց հետ դու պետք է եթե չայ ես խմում, պետք է արվեստի մակարդակի չայ խմես։ Եթե դանակ ես նետում, պետք է արվեստի մակարդակի դանակ նետող լինես։ Եթե ընկերոջդ բուժօգնություն ես հասցնում, չնայած դու կաչի գառ ես, պետք է անենց բուժօգնություն հասցնես, որ ընդ բժիշկը շատ քիչ հետո միջամտի։ Կարճ ասած, գոյատևման հարցում պետք է լինենք Բրյուս Լի։ Գիտեք, ոմայի տղաներից մեկի մասին ասեմ, ես անունը չտամ ոչ մեկի, այսպես չգայթակղելու համար պետք չի։ Ինքը 44-րդ պատերազմում ամենածանր դիրքերից մեկում էր։ Եվ անցավ 1-2 տարի ես իրեն հանդիպեցի, գիտեք ինչ ասաց, ապշելու բան ասաց, ես հիմա այնքան գիտեմ, պատերազմը վարելը դա արհեստ է։ Դա պիտի սովորել։ Հիմա ասաց պրակտիկորեն ինձ անհնար է պատերազմի ժամանակ սպանել։ Ինձ պատերազմի ժամանակ կարող է միայն վնասել ճակատագրով ինձ վրա եկող գնդակը։ Եթե մեր բնակչության մի մասը այդ մարտական ընկերոջ կարողությունների 30%-ին կունը տիրապետի, հասկանում եք պատերազմի ժամանակ մենք ինչքան դիմացկուն ենք արդեն դառնում։ Մեր թիկունքում մեզանից մի քիչ հեռու սահմանն է, դրա համար մենք որոշել ենք այստեղ կառուցենք պաշտպանական գիծ, գմբեթներ կառուցենք։ Արդեն մոտ մի քանի գյուղի ինքնապաշտպանության նպատակով ունենք սարքած գմբեթներ, որ հարկեղած դեպքում ամեն գյուղ իր աշխարհազորի հետ կլինի կամ ում հետ կլինի, կարողանան արդեն պատրաստ հասնել պաշտպանության, մտնեն իրանց դիրքերը ու կարողանան մարդ վարեն։ Գմբեթների կառուցման մեջ շատ մարդիկ մասնակցեցին, իրենց մեջ հենց հայրենիքին պետք գալու զգացողությունից եւ երբ որ իրենք իրենց ներդրումը անում էին եւ տեսնում էին, պետքական լինելու զգացողությունը զգում էին։ Սուստան պրոցեսը էսի գմբեթ 3-ի դետալներից է կտրել ենք, հիմա պիտի ծռենք, որ անենք հավաքենք արդեն ստենդի վրա։ Նու 3-ից 4 հոգով 20 րոպեվա ընթացքում կարողանում են հավաքել իրան ու սկսեն արդեն իրան հողի շերտով փակելը, որպեսզի ինքը կարողանա ականանետի պայթյուններին դիմանա։ Խոսքը վերաբերվում է նաև ԱԹՍ-ի որոշ հարվածներին, տեխնիկա պետք չի իրան բարձրացնելու ու տեղադրելու համար, լրիվ մարդկային ուժերով կատարվում է ու հնարավոր է իրան հավաքել հակառակորդի ուղղակի տեսանելիության պարագայում նույնիսկ։ Ինքը էլի իդեալական լուծում չի բնականաբար, բայց ինքը շատ ավելի լավ է, քան բաց երկինքը, քան կավիոններով ամրացված կրակակետը, արագ եւ մոբիլ դիրք կահավորելու տեսանկյունից այս պայծրությամբ կարծում եմ նմանը չունեցող օրինակ է։ Ոմայի առաջի կազմում եմ եղել, այս գործ հետ կապած առաջարկեցին զբաղվել այդ զրահաբաճկոնների մեջի այդ երկաթների արտադրությամբ, համաձայնվեցի, հիմա դրան եմ զբաղվում։ Սարքում ենք մետաղական թիթեղներ զրահաբաճկոնների համար։ Իր առավելությունն այն է, որ ինքը շատ էժան է գինը, կախված չէ սահմանների հետ կապված ինչ-որ խնդիրներ կան, չկան, տեղում եղած հումքից է պատրաստվում։ Բանակը իր ծրագրեր ունի, իր նախատեսված ռեսուրսով զրահաբաճկոնները բաժանվի, թե դա աշխարհազորն է, թե զինվորներն են։ Բայց մենք որոշեցինք, որ պետք է բոլորը հնարավորություն ունենան, ու այդ հնարավորությունը դասավորվեց այն ձևով, երբ որ մարդ պարապում է, երբ որ ինքը ունի զենք, կամ էլ ինքը որսորդ է, բայց ինքը պատրաստ է պաշտպանի ու կայնի մարտական գործողությունների ժամանակ բանակի կազմի մեջ, իրանց բաժանենք այդ բրոնեժիլետները։ Միշտ կարիք ունենք այն մարդկանց, ով
հասկանում է այդ process-ից ու կարա միանա իր խորհրդով, թե իր գործով այս գործին մասնակից լինի։ Դի զբաղվենք, հայեր պարտքնա։ Եթե ուզում ենք այս տարածքում ապրենք, ընդհանրապես հայերս։ Մենք պիտի հասկանանք ինչ ենք անում եւ ինչպես ենք անում, սա շատ կարեւոր է։ Եվ պիտի բնակչությունը հասկանա, որ պատերազմելը արհեստ է, պաշտպանվելը արհեստ է, թիկունքը պահելը արհեստ է, սա պիտի իմանանք եւ պրակտիկորեն դառնանք անխոցելի։ Սա ամենակարևորն է եւ սա պիտի մտնի մեր մեջ ինչպես միս ու արյուն։ Այո, միս ու արյուն։ Հայ մարդը, հայաստանցի մարդը պիտի հասկանա, որ պատերազմի ժամանակ ինքը անխոցելի է, որովհետեւ ինքը գիտի երբ ինչ անել, ընդ որում տարբեր տարիքի։ Սկզբից չէի կարծում, որ աղջկերքին մարտի դաշտ է պետք տանել, սովորացնել, հա, որտեվ ոչ մի գարանտիա չկա, որ մենք որսերով հավաքվենք այդ կռվի դաշտ ու մեզ անց չեն ծեծի, որ ճամփեն բացվի միջև մեր տները։ Գոնե վերջի ռուբեժ աբարոնին պետք է կանայք անեն։ Այդ երեխու Սպանիայի ու Թուրքիանանքը միշտ պետք է ինչ-որ զինված մարդ լինի, եթե ես մեռած եմ առաջնագծում, գոնե դա լինի կինս կամ հարսս։ Երբ ես գնացի առաջի անգամ շատ զարմացա տեսնելով փոխհարաբերությունների որակը։ Ես այնտեղ տեսա նոր զարմանալի փոխհարաբերություններ տղաների ու աղջիկների միջև։ Երիտասարդ տղաների աղջիկների միջև, որոնք միասին վազում են, միասին չարչարվում են, դե երիտասարդ տղա, երիտասարդ աղջիկ իրար հավանում են ինչ-որ ձևով, չէ, ինչ-որ տեղի միգուցե սիրահարվում են։ Սա շատ զարմանալի կյանք է, շատ գորովանքով լի, բայց նրանք այն մարդիկ են, որ տեսնում պատրաստ են իրենց կյանքը տալու դիմացինի համար։ Այս ինքնազոհությամբ կարծես անընդհատ ներկա էր։ Մի անգամ ցենց ինտերնետում սկրոլ անելուց հանդիպեցի ոմայի պոստերից մեկը, ու այնտեղ մի հատ աղջիկ էր, որը որ դիրքավորված էր, ցենց շատ խիստ հայացքով ինչ որ տեղ էր նայում։ Ճիշտ ասած շատ գրավեց այդ տեսարանը։ Ստիպված եղա մեր տղաներից մեկին փոխարինել եւ խմբերից մեկին ալպինիզմի պրակտիկայի դասը կազմակերպել, դասապրոցեսը։ Եվ այդտեղ նորից հանդիպեցի այդ աղջկան, ու ինչի համար տենց շատ ուրախ էի իրականում, բայց դե բնականաբար ցույց չէի տալու։ Իսկ դասը ինչն էր, մոտ 15 մետր բարձրությունից ժայռերի վրայով պետք է իրենք պարանով վայրեջ կատարեին։ Ու այդ ժամանակ առջևումս կանգնած էր Լյուսին, չէր ուզում գնար, ես իրեն համոզեցի, ինքը գնաց, արշավից հետո որոշեցի, որ ամեն դեպքում իրեն տեղ հրավիրեմ։ Հաջորդ օրը առավոտյան ժամը 7-ին ես մոտոցիկլետով կանգնած էի իրենց տան բակում ու սպասում էի իրեն։ Այսինքն այդպես պայմանավորվել էինք արդեն ու այդտեղից արդեն սկսվեց մեր ճանապարհորդությունը դեպի համատեղ կյանք։ Ընդհանրապես նոր կապեր հաստատելու ոչ միայն ամուսնական, այլ նաև բիզնես կապեր, ընկերական կապեր։ Այդպես մի հատ միջավայր է հատկապես ճամբարային հավաքները, որտեղ 10 օր 24 ժամ ռեժիմով մարդիկ իրար հետ ապրում են, շատ լարված պարապմունքներ, վարժանքներ ու ոչ թե ֆիզիկապես հոգնածնող, այլ լարված։ Մինչև մարտի դաշտ գնալը մեր գումարտակի անձնակազմը արդեն մտերմացել էր իրար հետ, համախմբվել էին, միավորվել էին, ընկերացել էին, բոլոր այդ զասադներից, մեր պարապմունքներից, կրակայիններից, այդքան իրար հետ ապրելուց, իրար հետ միասին, ինձ թվում է դա էր ամենակարևոր պատճառը, որ այնտեղ ոչ մի մարդ ուղղակի տենց մտքով չի անցել, որ պետք է փախնի։
կամ զոհվում ես փախնելուց առանց պատիվ, կամ զոհվում ես պատիվդ պահած։ Չնայած որ ասեմ, պատիվը պահած, եթե չես նահանջում ու չես փախնում, քո շանսերը առնվազն եռապատկվում կամ քառապատկվում են ողջ մնալու։ Ինչի համար, որտեվ երբ որ դու քաոսիկ ինչ որ փախուստի ես դիմում, քո մեջքը պահող չկա, ու դու ավտոմատ դառնում ես ուղղակի թիրախ հակառակորդի համար, որին որ նույնիսկ դիմացից եկող խառը կրակոցները չեն շեղում, այսինքն ինքը կարա հանգիստ մի 10 վայրկյան առանց վռազելու քո վրա նշան առնի եւ կրակի, այսինքն փախնելը ամենաապուշ միտքն է, որ այդ բանին մարդու մտքին կարա գա։ Մոռանալ այդպես ակնթարթորեն են տղաների, որոնք կռվել են մինչև վերջ եւ վախտ են ունեցել չզոհվելու, դա չէր կարելի։ Դուք գիտեք, որ դրանից հետո իրենց կարծես մեղավոր էին զգում, ասում են, կներեք, երևի մենք մեղավոր ենք, որ չենք զոհվել։ Բայց ինչպես կարելի է այդպես մոռանալ նրանց։ Իսկ նրանք կան, եւ նրանք կրկին պատրաստ են մարտական իրենց դիրքերին գնալու։ Մի հատ տաքսի էր, մի սովետական ավտո էր։ Ինքը անցնում էր այդ ճանապարհով, մեկ-մեկ մեզ տենց նվերներ էր էլի տալիս։ Այդ մի անգամ երկու հատ բամբաներկա նվեր տվեց, երկու տուփ, ու մինամյոտի կրակ էր, դե մենք արդեն գիտենք, որ 5 հատ 6 հատ եկավ, այդ բանին պիտի դե մտնենք խրամատի մեջ, հետո արդեն պրծավ, այնտեղ մի 2-3 րոպե ժամանակ կար էլի, մի հատ շունչ քաշելու։ Հիմա այտենց մինամյոտը կրակում էր, մենք խրամատի մեջ էինք, մինամյոտը վերջանում էր, մենք մի հատ բարձրանում էինք, բամբաներկեն սենց ֆռում հերթով ուտում էինք, հետո արդեն այն մյուսները գալիս էին մի 5-6 հատ նորից սենց կզում մտնում էինք խրամատը ու տենց բամբաներկա ուտելով մինամյոտի կրակի տակ էինք էլի։ Հիմա մտածում եմ, արա բայց ինչ լավ օրեր էին էլի, որ սենց կարոտում ես այդ օրերը։ Այդ օրերը նույնիսկ շատերի համար կարող է տարօրինակ լինի վայելելու ժամանակը։ Երբ որ այդ հրետանակոծությունից այդ 15 րոպեանոց դադարների ժամանակ տղերքի հետ զոտ հելնում ես արևի տակ, մի հատ սուրճ ես խմում ու վայելում ես այդ արևը։ 20 թվականի սեպտեմբերի 26-ին իմ հարսանիքն էր, երբ որ զանգ ստացավ իմ հայրը, նայեցի, հասկացա արդեն հայացքից ինչ է ասելու, ասի ինձ ոչ մի բան մի ասա։ Հաճույք եմ ստացել իմ անգինի հարսանիքից ու գնալու օրը իմ կինը ինձ նորմալ հաջող չարեց։ Հետո քանի անգամ ես հարցրել եմ արդեն պատերազմից հետո, թե խի չես նորմալ հաջող արել ինձ, իր պատասխանը միշտ եղել է դու ուրախությամբ էիր գնում։ Ես հասկացա, որ ես այդ ժպիտով ուղղակի թաքցրել եմ իմ ներքին անհանգստությունը։ Այդ հայրենիք, ընկերություն, ինքնազոհություն, սեփական ընտանիքը երեխային ծնողին պաշտպանելու բարձր գիտակցություն, այսպիսի բաները շատ ավելի ամրապնդվում են։ Հայկը արդեն ռազմաճակատում էր, մենք գնում ենք նաև այնտեղ շատ մայրեր գալիս էին, էփում էին, թափում էին, նրանք էլ որ ներկա գտնվեին, որ որդիները կռվում են, շատ դժվար ճակատամար պատերազմ էր գնում։ Անդադ խոսում ենք իրար հետ, ծնողները եկել էին մի տղայի, իրենց միակ տղան էր։ Խաբել էր, որ տեսողությունը լավն է ու կարողացել էր պլստալ որպես կամավոր գնալ։ Ծնողները ասացին շատ հուզված, ասացին մեր տղայի տեսողությունը -12 է, այդպիսի մի բան։ Այսինքն աղնոցի հասնությունը գիտեք, այսպես չի տեսնում համարյա։ Բայց իրան ասենք տղա ջան, դու ախր ինչպես ես գնում, ո՞նց ես կրակելու։ Ասել էր ծնողներին, ես ձեզ մի բան պիտի խնդրեմ։ Միակ տղան, ես ավելի լավ է գնամ զոհվեմ, այդպես մեռնեմ, քան թե այստեղ ապրեմ, այսպես անպետք տղա որպես մանա։ Ոչ բակ եմ կարողանում իջնել, ոչ են որ չգիտես ինչի եմ ես ապրում։ Ես հիմա գիտեմ ինչի եմ ապրում։ Ես այնքան եմ շնորհավորել, այնքան եմ ողջունել այդ ծնողներին, ասեմ դուք գիտեք ձեր տղան իսկական հերոս է։ Հիմա ինքը կվերադառնա պնդացած, կոփված, մարտական ընկերներով ավտոմատ բռնել գիտի, ռումբից չի վախենում, այդ իր չտեսնելի իրեն չի խանգարում, ինքը հեսա կամուսնանա, հեսա երեխաներ կունենա, հասկանում եք ինքը իրեն ինչպես է զգում։ Ինքը գալու է որպես հաղթած զինվոր։ Այլ բան։ Բրավո։ Ինվալիդներ են մեր մոտ բարակում, վերջույթ կորցրած, ողնաշարի պրոբլեմով, սապատավոր մի քանի դեպք եղել, տղաներ են եկել,
մեկը այն աստիճան վատ վիճակ էր, որ 100 մետր վազելուց հետո նստում հանգստանում էր։ Մեր մոտ տարիքային ագրանիչենյան 16 եւ վերև է։ Զոհվածների կանայք են գալի մեր մոտ պարապելու, զոհվածների մայրերի մի խումբ եկավ պարապելու։ Ու հատուկ ինչ-որ վերաբերմունք աշխատում ենք չանենք, ոչ նման լուրջ կորուստներ ընտանեկան ունեցած կամ մարմնական, ասենք, ինվալիդներին տարբերություն չենք դնում, իհարկե հաշվի ենք առնում որոշ յուրահատկություններ, որ վնաս չհասցնենք։ Այն փոքր պատասխանը, որը մենք պետք է տանք մեր տղաներին, դա գոնե այն է, ինչ որ մենք այստեղ կարող ենք անել։ Մի քիչ, մի քիչ շատ, բայց մենք անում ենք ու ինչ որ ուզում ենք անել էլի ու էլի։ Ոման տվեց ինձ շանս ապրելու ու ոչ միայն ինձ, իմ նման մարդկանց, որոնք գալիս են մի կում օդ ստանում են այստեղից ու էլի գնում են։ Երբ տեսնում են 65 տարեկան մարդը ալեհեր ավտոմատը ձեռքին վազում է գլխկունձի հետ տալիս, ասում են լավ, այս մարդը եթե վազում է, մենք էլ վազենք, ինչ է եղել, որ ներկայությամբ ըստ փորձել եմ գոտե պնդել, որովհետև սա ծայր աստիճան բան է։ Ոմային պարապողները ոչ մի պարտավորվածություն չունեն ու պատերազմական իրավիճակներում մենք ջոկատ չունենք, մենք ուղղակի պարապած մարդկանց միավորում ենք, այդպես ասած, ովքեր անհրաժեշտության դեպքում անդամագրվում են պաշտպանության նախարարության կազմի մեջ են մտնում ու իրենց կամքով պարտադիր ու նոր արդեն իրենց առջև դրված խնդիրները սկսում են կատարել։ Ոմանք կասկածի տակ առնում մահվան անհրաժեշտությունը մարտի դաշտում եւ ընդհակառակը մեզ բոլորիս առաջարկում է ապրել երկար, առողջ ու հետաքրքրությամբ հետևել մեր թշնամիների մահվանը։ Շատերս հասկանում ենք, որ այդ խաղաղությունը ծնկաչոք չեն խնդրում։ Խաղաղությունը երկու հավասար մարդկանց պայմանավորվածությունը։ Կամ դու կարաս ուժեղ լինես, մեծահոգաբար խաղաղություն, բայց թուրքը մեր այդ դեպի խաղաղության եթե տանում է, մեզ ստորացնելով է տանում։ Դա իմ համար օրինակ անտանելի է շատ։ Ցանկացած adekvat մարդ ուզում է խաղաղություն, սիրում է խաղաղություն, երազում է խաղաղության մասին, բայց շատ երկար բարդ ու ծանր աշխատանք է խաղաղության գալը, իսկապես ոման ցույց է տալիս ճիշտ ճանապարհը խաղաղության գալու։ Իսկ դա իրենից ենթադրում միշտ պատրաստ լինել։ Հակառակորդը գալիս, եթե տեղի բնակչությունը պատրաստված է, զինված է, հասկանում է գործից։ Եթե ինքը մտածի, որ ախպեր, ուր եմ մտնում։ Մտնում եմ Սիսիան, որտեղ սա զինված է։ Լավ իշխանասարից իջնում չեմ մտնում Սիսիան, մտնում եմ Գորիս։ Սա զինված պատրաստված են, դա ամեն ինչ արդեն կահավորված է ու մեզ են սպասում, հույս դեբիլ չեմ։ Մենք բոլորս էլ մեր ծառայությունը անցել ենք, մեծ հայրենասիրությամբ ենք լցված եղել, բայց քանի որ միջավայրը այնպես է, որ կան մարդիկ, ովքեր միգուցե չունեն այդ նույն զգացմունքները, ինչ որ դու, բայց եկել են ծառայում են, որովհետև դա պարտադիր է, չի լինում իրար հայրենասիրությամբ վարակել այնպես, ինչպես որ կվարակես մի միջավայրում, որտեղ որ մարդիկ կամավոր են եկել իրենց հայրենիքին պետք գալու, այլ ոչ թե զուտ նրա համար, որ դա պարտադիր է ու ուրիշ տարբերակել չունեն։ Ոման կարծում եմ ավելի շատ այն մարդկանց համար է, ովքեր գիտակցում են սեփական երկիր, հող, հայրենիք ունենալու բացառիկ կարևորությունը, կամ ովքեր կուզեն այդ կարևորությունը էլ ավելի բացահայտել, այդ մարդկանց ես խորհուրդ կտամ գնալ, որովհետև այնտեղ իրենք կարող է շատ հարցերի պատասխաններ գտնեն։ Մենք վերջին հաշվով ակրվել սովորեցինք, գիտակցություն ունեցանք, որ զենքը ինչպես են օգտագործում, բուժօգնությունն ինչպես են անում եւ այլն եւ այլն։ Սա բոլորին էլ կարող է սովորեցնել վերջին հաշվով։ Բայց ինքը երբ որ գալիս է գիտակցության, գալիս է մի գիտակցության, որը կոչվում է գերխնդիր,
տեսակի գերխնդիր, ազգի գերխնդիր, ազգային գերխնդիր, այսա ամենակարևորն է։ Վերջին հաշվով մենք պետք է հասկանանք ով ենք, ինչի համար ենք, որտեղ ենք եղել եւ ուր ենք ուզում գնալ։ Այսա գերխնդիրն է մեր, ուր ենք ուզում գնալ։ Ոման է տալիս այդ հնարավորությունը, ուղղակի գնացեք կամագրվեք եւ սովորեք ամեն ինչ։ Եվ դա Աստված որ ազգ բանակ հասկացողությունը իրականություն դառնա նաև այսպիսի քայլերի, այսպիսի ջանքերի, այսպիսի նախաձեռնությունների միջոցով։